Ողջույն բոլորին։ Դե ինչ, եկեք միանգամից անցնենք գործի ու խորասուզվենք այս բացատրական նյութի մեջ։ Ծանոթացեք, սա Մարկն է, ամեն երկուշաբթի նոր կյանք սկսելու անվիճելի աշխարհի չեմպիոնը։ Գիտեմ, մեզանից շատերն են իրենց ճանաչում նրա կերպարում։ Պարզապես կհետևենք Մարկին ու կսովորենք նրա զավեշտալի սխալների վրա։ Պատկերացրեք, առավոտյան ժամը 6-ն է, նա արթնանում է հսկայական ամբիցիաներով, խմում է մի սմուզի, որի համեն ավելի շատ թարմ հնձած գազոնի է նման, ու իրեն զգում է իսկական Իլոն Մասկ։ Բայց արի ու տես, որ ժամը 16:50-ին այդ ողջ մոգությունը ցնդում է, մենք տեսնում ենք մեր Իլոն Մասկին, որն արդեն լափում է իր երրորդ շաուրման ու համացանցում դիտում տեսանյութեր այն մասին, թե ինչպես դադարել ալարկոտ լինել։ Ծանոթ իրավիճակ է։ Հաստատ։ Ու հավատացեք, պատճառն այստեղ կամքի ուժի պակասը չէ։ Նայեք այս բացարձակ նվիրվածությանը, ջանքերից խուսափելուն։ Նա ունի հատուկ վազքի կոշիկներ, որոնք անկեղծ ասած փողոցը տեսել են միայն խանութի ցուցափեղկից եւ իհարկե սուահիլի սովորելու հավելվածի թանկարժեք տարեկան բաժանարդագրություն։ Ամեն առավոտ այդ հավելվածն աղերսում է «սովորիր»։ Իսկ Մարկը շատ հանգիստ ու ուրախ արհարմարում է այն, մրմնջում ակունա մատատա ու շրջվում մյուս կողքի վրա քնելու։ Ժողովուրդ, սա պարզապես ծուլություն չէ, սա արդեն արվեստ է։ Բայց արդյոք սա նշանակում է, որ նա անհույս է։ Բացարձակապես ոչ։ Բնականաբար Մարկի մոտ հարց է առաջանում։ Նա հանդիպում է իր հին, կասկածելիորեն էներգիայով լի ուսուցչին ու տալիս հենց այս հարցը. ինչու է իմ մոտիվացիան մեռնում ավելի շուտ, քան հին սմարթֆոնից մարտկոցը ցրտին։ Նա հուսահատված բացատրում է, որ փորձում է փոխել ամեն ինչ միանգամից, բայց արդյունքում փոխում է միայն իր դիրքը բազմոցի վրա։ Արժե մի պահ կանգ առնել ու մտածել, իսկ մենք քանի անգամ ենք ընկել այս նույն ծուղակը։ Ահա թե ինչն է այստեղ ամենահետաքրքիրը։ Ուսուցիչը շատ ճիշտ է նկատում։ Նա վերաձևակերպում է Մարկի անհաջողությունը։ Բանն այն է, որ դու չես առաջադիմում ոչ թե նրա համար, որ թույլ ես, այլ որովհետև կրում ես ահռելի հոգեբանական բեռ։ Պատկերացրեք, վերցնում ես քո բոլոր կատարյալ սպասումները, կապում ես ոտքերիդ ու փորձում ես մի մեծ ցածկով անցնել մի ամբողջ կիրճ։ Դա ուղղակի ֆիզիկապես անհնար է։ Սա շատ հստակ ցույց է տալիս ամեն ինչ կամ ոչինչ մտածելակերպի աբսուրդը։ Ուստի հասնում ենք մի շատ կարևոր գաղափարի՝ մառախուղե պատեր։ Նկատեք, Մարկի խոչընդոտները բետոնից կամ ժայռից չեն, դրանք պարզապես մառախուղ են, բայց նրա երևակայության մեջ այդ մառախուղը վերածվել է հոսանքահարված փշալարերով չինական մեծ պատի։ Իսկ ինչ է տեղի ունենում մառախուղի հետ, երբ դուք սկսում եք քայլել դրա միջով։ Այն պարզապես ցրվում է։ Ձեր վախերն ու ալարկոտությունը գոյություն ունեն միայն այն անշարժության մեջ, որը դուք ինքներդ եք ստեղծել։ Դե ինչ, մոռանում ենք ամեն ինչ կամ ոչինչ մոտեցումը, անցնում ենք 3 շատ իրատեսական, անգամ մի քիչ ծիծաղելի միկրոքայլերի, որոնք հատուկ ստեղծված են ձեր ծույլ ուղեղը խաբելու համար։ Սրանք հոգեբանական մանր հնարքներ են, որոնք ստիպեն ձեզ վերջապես շարժվել տեղից։ Առաջին կանոնը իմ ամենասիրելին է՝ 10 րոպե ամոթ։ Մեկ գիշերում օլիմպիական չեմպիոն դառնալու խոստումների փոխարեն պարզապես հագեք ձեր սպորտային շորերն ու 10 րոպե կանգնեք հայելու առաջ ձևացնելով, թե մարզվում եք։ Այո, հնչում է բացարձակ անհեթեթություն, եւ հենց դա է ամբողջ ֆիշկան։ Դուք այնքան եք իջեցնում նշաձողը, որ ուղեղը նույնիսկ չի հասկանում, որ պետք է դիմադրի։ Ոչ մի ստրես, պարզապես թեթև խաղ։ Ու գիտեք որն է այս հնարքի ողջ հանճարեղությունը։ Հենց որ ֆիզիկապես հագնում եք մարզակոշիկները, հետ քայլ անելն ուղղակի ավելի բարդ է դառնում, քան գործելը։ Համաձայն եք, մարզակոշիկներով անկողին մտնելն ու քնելն այնքան էլ հարմար չէ։ Ուստի ստիպված գոնե մի 2 վարժություն անում եք։ Ծուլության մառախուղը միանգամից ցրվում է այն վայրկյանին, երբ դուք կատարում եք առաջին ֆիզիկական քայլը։ Անցնենք երկրորդ կանոնին։ Մարկը վերջապես դադարում է երազել կոստյումով ինչ-որ հաջողակ գուրու դառնալու մասին։ Գիտեք, զանգվածային ու հսկայական նպատակները պարզապես խուճապի են մատնում մեր ուղեղին այն աստիճան, որ այն սկսում է զկրտալ։ Լուծումը՝ համակարգն ընդդեմ երազանքների։ Մենք վերցնում ենք այդ վախեցնող մակրո նպատակը եւ այն մանրացնում այնպիսի պարզ միկրոպրոցեսների, որ դրանք ուղղակի դադարում են վախենալու լինել։ Սա միկրոպրոցեսի կատարյալ օրինակ է։ Փոխանակ քեզ ճնշես ու ասես, ես պետք է սովորեմ այս նոր բարդ լեզուն, նպատակդ դնում ես շատ պարզ։ Այսօր ես պարզապես կսովորեմ, թե ինչպես սուահիլիով ասել՝ ուր է իմ սուրճը։
Զվարճալի է, չէ՞։ Բայց մեր ուղեղն այս փոքրիկ առաջադրանքները չրթում է արևածաղկի սերմերի պես ու նույնիսկ չի էլ նկատում, որ իրականում սովորում է ու աշխատում։ Երրորդ կանոնը լուծում է մեր ամենատարածված խնդիրը։ Հիշում եք նախկինում, եթե Մարկը մի հատ ավելորդ դոնատ էր ուտում, միանգամից սկսվում էր ողբերգությունը։ Վերջ, դիետաս քանդվեց, բերեք են տորտը, պիցցան ու մնացած ամեն ինչ։ Հիմա կանոնը փոխվում է։ Պարզապես թույլ մի տուր, որ ձախողումը կրկնվի 2 անգամ անընդմեջ։ Կատարելություն գոյություն չունի, ժողովուրդ, բայց իրավիճակը վերահսկել մենք միանշանակ կարող ենք։ Եվ այսպիսով հասնում ենք իմ սիրելի մտքին. մեկ զախողումը պատահականություն է, երկուսը արդեն հոբբի։ Եթե այսօր ընկել եք, ոչինչ, վաղը ոտքի կկանգնեք։ Իսկ եթե նորից եք ընկնում, դե գոնե պարկեք ձեր նպատակի ուղղությամբ։ Սա սովորեցնում է մեզ թոթափել այդ անիմաստ մեղքի զգացումը։ Մեկ սայթաքումը չի ջնջում ձեր ամբողջ արածը։ Այստեղ խաղի կանոնը շարունակականությունն է։ Եկեք տեսնենք, թե ինչ եղավ Մարկի հետ 1 տարի անց։ Նա Սուպերմեն չդարձավ ու նրա պրեսի մկանները դեռ շատ հուսալիորեն թաքնված են լավ մարդու հաստ շերտի տակ։ Բայց գիտեք ինչ, նա հիմա կարող է հանգիստ վազել ավտոբուսի հետևից ու դրանից հետո շտապօգնություն չկանչել։ Դա ժողովուրդ կոչվում է իրական, շոշափելի ու կայուն առաջընթաց։ Նա այլևս երազող չէ, նա մարդ է, ով իրականում գործ է անում։ Սա պարզապես փայլուն է։ Մոտիվացիան հրաշք դեղահապ չէ։ Այն ցնցուղի է նման։ Պետք է ընդունել ամեն օր, ցանկալի է օճառով ու մի լավ չափաբաժին ինքնահեղնանքով։ Ինքդ քեզ փոխել չի նշանակում վերածվել անսխալ սառը ռոբոտի։ Դա նշանակում է սովորել անընդհատ ամեն օր բանակցել քո ներսում ապրող բազմոցն ու հարմարավետությունը սիրող էակի հետ եւ երբեք մի վերաբերվեք ձեզ չափազանց լուրջ։ Դե ինչ, եկանք ամենակարևորին։ Պատրաստ եք արդյոք Կիրակի երեկոյան դադարել գոռալ «Ես կարող եմ ամեն ինչ» եւ փոխարենը սկսել կերպարանափոխել ձեր կյանքը ինքներդ ձեզ կամացուկ շշնջալով։ Լավ, ես պարզապես կփորձեմ սա անել 10 րոպե եւ կտեսնենք։ Հաջորդ անգամ, երբ ձեզ նորից կզգաք մառախուղի մեջ, պարզապես հագեք մարզակոշիկները ու տվեք ձեզ այդ 10 րոպեն։ Ով գիտի, գուցե հենց այս երկուշաբթին իսկապես կփոխի ամեն ինչ։ Ինչ կասեք, կփորձեք։